посмотрел на цифры. Մի անեկդոտ կա. Օբաման տխուր նայում է Ուկրաինայի հնարավոր օգնության թվերին ու ասում. կարծում եմ շտապել եմ ասելով, թե Ռուսաստանը Ուկրաինայի համար թանկ կվճարի։ Արևմուտքը դեռ կվճարի Ուկրաինայի պարտքերը, կանխատեսում է Սերգեյ Մինասյանը, այդուհանդերձ հակամարտության պիկը նրա դիտարկմամբ անցել է։ Նկատում եմ, որ ասենք ռուսական կողմը որոշ քայլեր է ձեռք բերում, որոնք որ խոսում նրա մասին, եթե ոչ որոշ նահանջի, այլ որոշ կոմպրոմիսների ցույց տալու ինչ որ ձևեր։ Ղրիմը կստանա լայն ինքնավարություն Ուկրաինայի կազմում, կանխատեսում է քաղաքագետը։ Նա պատահական չի համարում, որ հանրաքվեի օրը 3 անգամ տեղափոխվեց։ Սահմանադրությամբ Ղրիմը հանրաքվե անցկացնելու իրավունք չունի։ Բացի այդ, հարցաթերթիկում երկու հարց է. Ղրիմը դառնա Ռուսաստանի մաս, թե վերականգնի 1992 թվականի սահմանադրությամբ շնորհված լայն իրավասությունները Ուկրաինայի կազմում։ Այն ինչ որ տեղի ունեցել չափազանց լուրջ խնդիր է ստեղծել Ռուսաստանի համար։ Հետևաբար որևէ ուղղակի անեքսիա տարբեր ձևերով միայն կուժեղացնի Ռուսաստանի իզոլացիան։ Հանրաքվեի մասին հայտարարություններով Ռուսաստանը փորձում է պահել նախաձեռնողականությունը բանակցային գործընթացում, ասում է քաղաքագետը։ Մյուս կողմից Ռուսաստանը հասկանում է, որ երկարաժամկետ ճգնաժամը վնաս կբերի եւ ձգտում է փաթեթային լուծման։ Ամենակարևորը Ուկրաինայի ոչ ՆԱՏՕ անդամ երկրի կարգավիճակի ամրացում։ Արդյոք դա հնարավոր է, թե մենք կտեսնենք դիամետրալ հակառակ գործընթաց, դա կախված է առաջերտին Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների դիրքորոշումը, արդյոք իրանց համար դա առաջնահերթ է եւ արդյոք Ռուսաստանի կողմից վտանգը իրանց համար կարևոր է։ Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ Ռուսաստանը փորձում է լեգիտիմացնել Ուկրաինայի նոր ղեկավարներին, նրանց հետ համաձայնությամբ սահմանադրական բարեփոխումներ անցկացնելով։ Արդյունքում Ղրիմը Ուկրաինայի կազմում թողնելուց հետո անգամ ռուսաց լեզվի կարգավիճակը եւ լայն ինքնավարության այլ տարրերը Ռուսաստանի դիրքերը մեկ քայլ առաջ կտանեն։ Աննա Բալյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։